Եթերում հեռանկարն է։ Վաղ ըստ կարգի պետք է հայտնի դառնան Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները։ Երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նաև վերահաշվարկի արդյունքները։ Սակայն քաղաքական քննարկումները շարունակվում են։ Այս ամենի մասին խոսենք ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ինչպիսին են ձեր տպավորությունները։ Արդյոք այս ընտրությունները արտահայտեցին հասարակական տրամադրությունները։ Տեսեք, ընտրությունները անց են կացվել բավականին բևեռացված մթնոլորտում, ինչպես 2021 թվականի արտահայտ ընտրությունների պարագայում, այնպես էլ հիմա մեծ հաշվով գործ ունեինք սև ու սպիտակի քաղաքականության հետ, երբ մեծ հաշվով բոլոր քաղաքական դերակատարները, առնվազն հիմնական դերակատարները ավելի շատ փորձում էին ապալեգիտիմացնել իրենց հակառակորդներին, ներկայացնել նրանց որպես ինչ-որ վտանգ Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, քան քաղաքականության մասին խոսել, տարբեր խնդիրների մասին խոսել, այսինքն այս պոպուլիստական խոսույթները մեծ հաշվով ստվերել են բովանդակային քննարկումները եւ այս ընտրություններում եւս ես կարծում եմ, որ շատ մարդիկ ավելի շատ ընտրել են ինչ-որ դերակատարի դեմ, քան ինչ-որ դերակատարի օգտին, պարզ է, որ բոլոր քաղաքական ուժերը ունեն իրենց կողմնակիցները, բայց հասարակության մի զգալի մասը կարծում եմ հենց այդ ընտրությանը մասնակցել է ինչ-որ մեկին մերժելու համար, այլ ինչ-որ ոչ թե ինչ-որ մեկին ընտրելու համար։ Ինչ վերաբերում է նախընտրական գործընթացին, կարծում եմ եւ ընդհանրապես ընտրություններին, կարծում եմ հիմնական խախտումները հենց տեղի ունեցել այդ մեկ ամսվա ընթացքում։ Մենք տեսել ենք, որ ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, հիմնականում ընդդիմության կողմից բաժանվող, բայց իշխանությունը եւս օգտագործում էր բավականին ակտիվ վարչական ռեսուրսը։ Մենք տեսնում ենք, որ օրինակ տարբեր դպրոցների եւ այլ պետական կառույցների ներկայացուցիչներ մասնակցում էին իշխող ուժի քարոզարշավին։ Կարծում եմ այստեղ բավականին լուրջ դերակատարություն են ունեցել նաև արտաքին դերակատարները։ Ռուսաստանի պարագայում մենք տեսել ենք, որ այդ հիբրիդային գործիքակազմն է բավականին ակտիվ օգտագործվել ընտրաշավի ողջ ընթացքում, երբ տարածում էր ապատեգատվություն, փորձում էր նաև գործիքայնացվել Հայաստանի ներսում մարտկաբաժանումները եւ վերջին փուլում տեսանք նաև այդ տնտեսական գործիքակազմի կիրառումը, տնտեսական պատժամիջոցների կիրառումը, բայց մյուս կողմից այստեղ այս ընտրապայքարում կարծես թե բոլոր դերակատարները ունեին իրենց նախապատվությունները։ Եվրամիությունը եւս իր գործիքակազմով փորձեց աջակցել իշխող ուժին այն հանգամանքը, որ ընտրության օրից ընդամենը 1 ամիս առաջ անց էր կացվել եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստանի ԵՄ առաջին գագաթնաժողովը, սա եւս իհարկե ընտրողների ընկալումների վրա ազդեցության փորձ է եւ կարծում եմ բավականին արդյունավետ փորձ։ Միացյալ Նահանգների պարագայում մենք տեսանք, որ հիմնական խնդիրը Վաշինգտոնի համար թրիփ նախագծի իրագործումն է եւ քանի որ նրանք այս իրագործման հարցում բոլոր հույսերը կապում են իշխող ուժի հետ, եւս բավականին ուղիղ տեքստով մի քանի անգամ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց դիրքորոշումը հայտնեցին, ինչպես փոխնախագահ Վենսը իր այնցի ընթացքում, այնպես էլ նախագահ Թրամփը իր Twitter-յան գրառումներով եւ նաեւ Մարկո Ռուբիոյի այդ կարճատև այցը եւս կարծում եմ այդ թվում նաեւ նախընտրական ուղերձ ուներ։ Այսինքն, եթե այս բոլոր գործոնները հաշվի ենք առնում, պարզ է, որ ամբողջովին դժվար է արդար անվանել այս ընտրապայքարը, բայց ինչ վերաբերում է քվեարկության օրվան, այդտեղ իհարկե որոշակի խնդիրներ եղել են, որոշակի փոքր սխալներ, փոքր բացթողումներ եղել են, բայց քվեարկության օրը տեղի ունեցող գործընթացները չեմ կարծում, թե լուրջ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքի վրա։ Հիմա դուք ասացիք, որ ավելի շատ մարդիկ դեմ են քվեարկել ինչ-որ մեկի, քան կողմ, միևնույն ժամանակ նշեցիք թրիփի մասին, եվրոպական համայնքի գագաթնաժողովի մասին, արդյոք դրանք ծրագիր չեն ապագայի մասին։ Ինչ որ չափով այո, եթե խոսքը վերաբերում է եվրոպական միությանը, այստեղ գագաթնաժողովները առաջին հերթին ոչ թե ապագայի մասին էին, այլ ընդհանուր առմամբ ամփոփում էին այն գործընթացների, այն զարգացումները, որոնք տեղի ունեցել ԵՄ Հայաստան օրակարգում, թրիփի դեպքում բնականաբար, այսինքն սա առաջնահերթային խնդիր է հիմա ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Հայաստանի գործընկերների համար, բայց եթե հետևենք այդ ընտրապայքարին, այնպես չէ, որ շատ լուրջ խոսակցություններ կային այդ ծրագրերի մասին, այսինքն կողմերը կենտրոնացված էին միմյանց թիրախավորելու, միմյանց սևացնելու եւ ապալեգիտիմացնելու վրա ավելի շատ, քան օրինակ այդ ծրագրերը քննարկելու համար, չնայած բնականաբար այդ տիպի քննարկումները եւս եղել են, բոլոր ուժերը իրենց կարծիքները հայտնել են
այդ ծրագրերի վերաբերյալ, ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, բայց կրկնում եմ, որ այդ փոխադարձ թիրախավորումը եւ փոխադարձ ապալեգիտիմացման փորձերից վերել են այդ բովանդակային քննարկումները։ Հիմա 18 քաղաքական ուժեր մասնակցում, բայց կարծես թե պայքարը գնում էր միայն մեկի կամ մյուսի դեմ, մյուս դերակատարներ ինչու։ Դե տեսեք, սա եւս մեկ խնդրահարույց գործոն է այս ընտրություններին, որ մեծ հաշվով ռեսուրսները որոշեցին ամեն ինչ։ Միայն այն ուժերը, որոնք ունեին լուրջ ֆինանսական եւ վարչական ռեսուրսներ, պայքար մղեցին խորհրդարան անցնելու համար։ Այսինքն այն հանգամանքը, որ նույնիսկ այդ 4 ուժից բացի որևէ ուժ մոտ չէ նույնիսկ շեմին, սա բավականին խնդրահարույց իրողություն է հայաստանյան ժողովրդավարության հեռանկարների համար, որովհետև այս ռեսուրսային պատկերը դժվար թե փոխվի մոտակա տարիների ընթացքում, պարզ է, որ այդ փոքր կուսակցությունները ցանկության դեպքում նույնիսկ չեն կարող ունենալ նմանատիպ հնարավորություններ եւ այդ պարագայում այս նոր խորհրդարանի կազմը նաեւ սրելու է այդ բևեռվածությունը, որի մասին մենք խոսեցինք, այսինքն շարունակ այս ընտրապայքարի ընթացքում արկա խոսույթը վստահաբար շարունակվելու է նաեւ հետընտրական փուլում, մենք արդեն տեսնում ենք դրա դրսևորումները եւ սա ավելի քիչ հնարավորություն է թողնելու նոր ուժերի հայտ գալու համար, որոնք կարող են այլընտրանք դառնալ այս դիխոտոմիային, իշխանություն ընդդիմություն դիխոտոմիային։ Հիմա խոսեցինք այն մասին, որ սևի եւ սպիտակի միջև գնաց։ Այդուհանդերձ ինչու չի ձևավորվում այնպիսի առաջարկ, որը, այսպես ասեմ, մոխրագույն լիներ կամ վարդագույն լիներ այդ առաջարկը եւ մարդիկ երրորդ ընտրություն ունենային։ Այո, ինչպես արդեն նշեցի, ռեսուրսների հարցը ամենակարևոր հարցն է եւ այստեղ ոչ միայն ֆինանսական ռեսուրսների մասին է խոսքը գնում, այլ նաեւ մարդկային ռեսուրսների մասին։ Այսինքն քաղաքականությունը այս փուլում այդքան էլ հրապուրիչ ինչ-որ ոլորտ չէ, որպեսզի լավ որակավորում ունեցող մարդիկ, լավ կրթություն ունեցող մարդիկ ցանկանան ներգրավեն դրա մեջ, այսինքն ինչ-որ հաշվով նաև անշնորհակալ գործ է, երբ պետք է ահագին ռեսուրսներ ծախսել, շատ քիչ բան ստանալ փոխարենը եւ անհասկանալի ինչ-որ հեռանկարներով։ Եվ այդ իսկ պատճառով բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք կան Հայաստանում, տարբեր ոլորտների փորձագետներ նախընտրում են այլ ոլորտներում աշխատել, բայց նաև ի հայտ չի գալիս մի ուժ, որը կարող է նաև ճանապարհային քարտեզ ցույց տալ, թե ինչպես կարելի է հասնել արդյունքների։ Այն հանգամանքը, որ բազմաթիվ ուժեր, որոնք տեսականորեն կարող էին դառնալ այլընտրանքը, մեծ հաշվով սկսում են ակտիվ գործունեությամբ զբաղվել միայն ընտրությունից 2-3 ամիս առաջ, սա եւս մեծագույն խնդիր է։ Քաղաքականությունը չպետք է դիտարկել որպես հոբի, եթե քաղաքականության նկատմամբ լուրջ վերաբերմունք չկա, անիմաստ է ինչ-որ արդյունքներ ակնկալել, քաղաքականությամբ պետք է զբաղվել ամենօրյա ռեժիմով, ընտրությունների հաջորդ տուրը արդեն պետք է պատրաստվել նախորդ ընտրություններին, բացի այդ Հայաստանը բազմաթիվ այլ ընտրություններ տեղի ունենում գրեթե ամեն տարի տեղական ինքնակառավարման մարմինի ընտրությունները, օրինակ, եւ պետք է օրինակ մասնակցել նաեւ այդ բոլոր ընտրություններին, փորձել թեկուզ ինչ-որ տեղ զբաղեցնել քաղաքական համակարգում։ Եթե այդ ամենը չի արվում եւ միայն ընտրություններից առաջ ակտիվություն են ցուցաբերվում, ինչքան էլ այս կամ այն ուժը հրապուրիչ չլինի ծրագրով, իրանցած ուղով եւ այլնը, բնականաբար նրանք այդ գործելավոճով չեն կարող լուրջ տպավորություն ստեղծել իրենց մասին։ Այս ընտրություններում բավական մեծ մասնակցություն գրանցվեց 58.97%։ Քաղաքացին այդուհանդերձ քաղաքական հասունություններ դրսևորում, թե նորից եթե գնանք, որպեսզի այն մյուսը չանցնի այս։ Կարծում եմ երկրորդը բավականին լուրջ աժիոտաժ կար հայաստանյան ընտրությունների նկատմամբ, ինչպես արդեն նշեցի, նաև այս ընտրությունները աշխարհաքաղաքականացված ընտրություններ էին, ներկայացվում էին նաև պայքար որպես Հայաստանի ապագա արտաքին քաղաքականության վեկտորների միջև, եւ սա այդպես է ներկայացում նաև միջազգային մամում, իդեպ արձանագրենք, որ երբեք հայաստանյան որևէ ընտրության նկատմամբ կամ որևէ գործընթացի նկատմամբ այսքան մեծ միջազգային ուշադրություն չի եղել։ Եվ այո, բևեռացված այս քաղաքականությունը միգուցե նաև դրդել է շատ քաղաքացիներին գնալ եւ կատարել ընտրություն, որովհետեւ ինչ որ ապոկալիպտիկ պատկեր էր ներկայացում, որ եթե հանկարծ այն մյուս ուժը գա իշխանության, դա Հայաստանի համար կործարանար հետևանքներ կունենա, բայց ընդհանուր առմամբ իհարկե դա դրական գործոն է, որ քաղաքացիների մասնակցում են, ինչքան մեծ լինի մասնակցությունը, այնքան ավելի մեծ են շանսերը, որ քաղաքական գործընթացները առողջացման ճանապարհով կգնան։ Ներքին գործընթացները բնականաբար ազդում են նաև արտաքին քաղաքական ուղղությամբ արվող աշխատանքների վրա, ինչպիսի զարգացումներ ենք մենք անկալու։
Այստեղ տեսեք բավականին հետաքրքիր պատկեր է ձևավորվում, որ մի կողմից իշխող ուժը բավականին համոզիչ հաղթանակ է ունեցել, բայց մյուս կողմից այն ավելի քիչ է ներկայացված լինելու հաջորդ խորհրդարանում, քան այս խորհրդարանում, եւ ընդդիմությունը եւս ավելի մեծ ներկայություն է ունենալու, ու սա անկախ նրանից, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունն անցնում է խորհրդարան, թե ոչ, հիշեցնենք, որ երկու տեղամասում արդյունքները քվեարկության չեղարկվել են եւ ամենայն հավանականությամբ, եթե ամեն ինչ օրինական ճանապարհով գնա, հաջորդ շաբաթ պետք է վերաքվեարկություն լինի այս հարցերով։ Եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնի խորհրդարան, իշխող ուժը չի ունենալու խորհրդարանական տեղերի 3/5-ը եւ սա ինչ որ հարցերում սահմանափակումներ է մտցնելու նաեւ նրանց գործունեության մեջ, բայց գլխավոր արդյունքը իհարկե այն է, եթե խոսում ենք արտաքին քաղաքականության եւ խաղաղ գործընթացի մասին, որ իշխող ուժը համանդրական մեծամասնություն չի ունենալու, ձայների 2/3 չի ունենալու։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի սկզբում զգուշացնում էր, որ եթե իշխող ուժը համանդրական մեծամասնություն չունենա, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ես իհարկե չեմ կարծում, թե սեպտեմբերին պատերազմ է լինելու կամ նույնիսկ էսկալացիա, եւ բնական է, որ այդ ուղերձները առաջին հերթին հենց նախընտրական ուղերձներ էին, բայց այնուամենայնիվ այս իրավիճակը որոշակի ազդեցություն ունենալու է նաեւ խաղաղ գործընթացի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային գործընթացների վրա, որովհետեւ առանց այդ համանդրական մեծամասնության նոր համանդրության վերաբերյալ հանրաքվեն հնարավոր չէ նույնիսկ կազմակերպել, այսինքն խորհրդարանի միջոցով դա պետք է կազմակերպի եւ եթե չի ստացվում իշխող ուժի մոտ կազմակերպել հանրաքվեն ու Ադրբեջանը շարունակում է ունենալ համանդրության փոփոխության այդ պահանջը խաղաղության պայմանագրի ստորագրման համար, մենք կարող ենք նաեւ մոտակա տարիներին ունենալ այս իրավիճակը, որ կարծես թե ինչ-որ գործընթացներ ընթանում են, բայց խաղաղության պայմանագիրը չի ստորագրում։ Սա կարող է ուղղակի ազդեցություն ունենալ նաեւ ապաշրջափակման գործընթացի վրա, չնայած նույն թրիփ նախագիծն ու խաղաղության պայմանագրի օրակարգը տարբեր օրակարգեր են, բայց խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է այն առումով, որ ինչպես գիտենք, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է որպես դնում, նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը Երևանի եւ Բաքվի միջև, եւ եթե չի ստորագրվում օրինակ նույն այդ խաղաղության պայմանագիրը թրիփը գործարկվում է, ապա հարց է առաջանում, արդյոք Թուրքիան կփոփոխի իր դիրքորոշումը, կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը, թե ոչ, արդյոք Ադրբեջանը հակված կլինի գնալ այդ ամբողջական ապաշրջափակման ճանապարհով, այսինքն այստեղ եւս կարող են պոտենցիալ խնդիրներ լինել, կարող է բացվել միայն թրիփը եւ այլ ուղղություններով առաջընթաց չլինել, ինչը շատ հոռետեսական սցենար է Հայաստանի համար, սա վատագույն սցենարն է Հայաստանի համար։ Եթե նկատի ունենանք նախընտրական շրջանը, դա մեկ բան է, բայց երբ որ քաղաքական գործունեությունը սկսվում է արդեն խորհրդարանում մեկ այլ բան, արդյոք ընդդիմությունը այդ ճանապարհով չի գնալու, ինչպես օրինակ իշխանությունը, նույն թրիփի եւ այլնի, արդյոք հետ էր կանգնելու, եթե իրենից կախված լիներ։ Դե ինչպես տեսանք, բոլոր քաղաքական ուժերը հայտարարում էին, որ նրանք չեն պատրաստվում հետ կանգնել այդ պայմանավորվածություններից, չեն պատրաստվում չեղարկել նույն թրիփի վերաբերյալ պայմանավորվածությունը, կարծում եմ կար նաև հայտարարություն, որ Միացյալ Նահանգների պես լուրջ պետության հետ չի կարելի պարզապես այդպես վարվել, բայց այլ հարց է բնականաբար, որ հաշվի առնելով հատկապես գլխավոր ընդդիմադիր ուժի աշխարհաքաղաքական հակվածությունը եւ նաեւ մեծ հաշվով պրոռուսական ուժ է, սա կարող է խնդիրներ ստեղծել նույն արևմուտքի հետ հարաբերություններում Հայաստանի ԵՄ օրակարգում այդ վտանգը գոյություն ուներ, բայց ընդհանուր առմամբ իհարկե հայտարարել, որ եթե մենք չհաղթենք պատերազմը լինելու, սա եւս նորմալ հայտարարություն չէ։ Ինչ սպասել առաջիկա ժամանակահատվածում։ 1-2-3 բան, որ դուք նկատի ունեք, ինչպիսի գործընթացներ կարող են լինել։ Ներքին։ Այո, ներքին, որը կարող է նաև արտաքին վրա ազդել։ Դե տեսեք, կարծում եմ շատ բան կախված է լինելու հենց այդ երկու ընտրատեղամասերում չեղարկված ընտրությունների վերաքվեարկությունից, դա կարծում եմ պետք է կազմակերպվի։ Եթե այդ վերաքվեարկություն չկազմակերպվի, այդ ժամանակ լուրջ հարցեր կառաջանան ընտրությունների ընդհանուր լեգիտիմության վերաբերյալ, որովհետև այս երկու ընտրատեղամասերում կարող է որոշվել մեծ հաշվով ապագա խորհրդարանի կազմը եւ դա փոքր հանգամանք չէ։ Դրանից հետո ես կարծում եմ, որ ընդդիմությունը այնուամենայնիվ վերցնելու է մանդատները, ես կարծում եմ այն ինչ հիմա մենք տեսնում ենք ընդդիմադիր դաշտում, ես երեք դա որակեցի որպես պերֆորմատիվ ցասում։
Երբ մի կողմից կարծես թե կա անկալում առաջնորդների մոտ ընդդիմության, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու լուրջ հիմքեր չկան, բայց մյուս կողմից էլ կա պահանջ արդեն ընդդիմադիր ընդրազանգվածից, որ պետք է ինչ-որ կտրուկ քայլերի գնալ, եւ այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք, որ այդ ուժերը, խորհրդանան անցած ուժերը դիմում են օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրության արդյունքները վիճարկելու համար, համանդրական դատարան այդ արդյունքները վիճարկելու համար, բայց այստեղ կարծում եմ նրանք եւս հասկանում են, որ ինչ-որ լուրջ արդյունքներ ակնկալելը անիմաստ է, այսինքն սրանք ավելի շատ արվում են հենց սեփական ընտրազանգվածին ինչ որ բան ցույց տալու եւ հանգստացնելու համար նրանց կա մեծ հավանականություն, ինչպես արդեն նշեցի, որ ընդդիմությունը կվերցնի մանդատները, կախված այդ նոր խորհրդարանի կազմից կարող են ունենալ նաեւ բավականին լուրջ լծակներ, մասնավորապես տարբեր նշանակումների դեպքում, եթե իշխող ուժը ունենա 3-5-րդ, ընդդիմությունից եւս բավականին շատ բան կախված է լինելու, եւ սա կարող է ինչ որ չափով բալանսավորել նոր խորհրդարանի գործունեությունը, որովհետեւ մենք այս խորհրդարանի գործունեության ընթացքում տեսել ենք, որ մեծ հաշվով իշխող ուժը միանձնյա կառավարում էր իրականացնում, ընդդիմությունը այնտեղ որպես դեկորացիա միայն գոյություններ, իսկ հիմա եթե ինչ որ որոշակի հարցերով կախվածություն լինի, այդ թվում նաև ընդդիմադիր քվեներից, ձայներից, կարող են օրինակ նույն այդ պաշտոններին ավելի ընդունելի, ավելի բալանսավորված տեխնացուների նշանակել, ինչը կարծում եմ եւս կարող է դրական գործոն լինել։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն էր։